Վիապարդեր 2015-ը անգյունաթարցային թվականի ամբողջ հայության համար, որովհետև հայկական ցեղասպանության 100-ամյակն է։ Այս իրողության մեջ Մեծիդան Անգլիո կաթողիկոսությունը առանցքային թերագադարություն ունեցավ իր դարբեր միջոցառումներով եւ նախաձեռնություններով։ Քիչ հետ պիտի խոսենք այն թադին մասին զորսփացիկ սահմանադրական թադարանին մոտ կաթողիկոսարանը, Սիսի կաթողիկոսարանը ուզելու համար, բանջելու համար։ Բայց ընդհանուր քիչերու մեջ մեր ագընտիրներուն հաջեցեք բացադրել Մեծիդան Անգլիո Սուրբ Աթորին պաշտոնական գեցվածքը հայկական ցեղասպանության 100-ամյակին արիտով, ինչ կվերապերի հայտադին հայկական բանջարդիրության եւ միջազգային ընտանիքին մոտ այն ամբողջ կացության, որուն արդահայտությունը ունեցակ, քանի մծեր խոսքերուն ընդմեջ են։ Նախ կուզեմ կարևորությամբ շեշտել, թե 100-ամյակը 2015 թվականի սահմաններու մեջ բարփակված երևույթը կորձընթացքը կամ թեփքը չէ, այլ ընթացքն է, ընթացքը, որ պետք է շարունակվի 100-ամյակին անտին, այլ խոսքով 2015 թվականեն անտին։ Հայոց ցեղասպանության 100-ամյակը եկավ հիշեցնելու մեզի անգամ եւս հայ թադի հետապնդման հրամայականը եւ մանավանդ ռազմավարական ու մարտավարական նոր մոդեցումներով ներկա աշխարհի մեջ հայ թադը հետապնդելու հրամայականը համազգային դարողությամբ ու միասնական ոգիով։ Այս առիթով, ինչպես գիտեք, Երևանի մեջ մենք միասնաբար որպես մեկ ազգ հռչակագիրը հայոց ցեղասպանության հռչակագիրը մենք հայտարարեցինք։ Ամբողջ հայության հավաքական հավատքը, կամքը ու հանձնարարությունը արդահայտող հռչակագիր մներ։ Ես կուզեմ այս ուղղությամբ 3 կարևոր գեդեր շեշտել։ Առաջին, մենք գաբրինք դարբեր աշխարհի մեջ։ Աշխարհակաղակական պայմանները, առաջնահերթությունները, մեր կյանքը շրջապատող իրականությունները, մտահոգությունները, մոդեցումները հիմնովին փոխված են։ Հետևաբար, այս կացության դիմաց մենք ինչպես կսեի մարտավարական ու ռազմավարական նոր մոդեցում պետք է որդեգրենք։ Հռչակագիրը ընդհանուր գիծերով ուղղությունը կբարձե մեր դիմաց։ Ուր պետություն, եկեղեցի, գուսակցություններ, գազམ་ագերբություններ իրենց ընելիք ունին։ Հետևաբար, իմ առաջին գեդս հետևյալն է։ Մենք մեր միասնականությունը ավելի շեշտերով, ինչ ցևով, որպես Հայաստան եւ Սփյուռք, միասնաբար, ներթաշնակ կերպով, թերերու հստակեցումով, աշխատանքի բաժանումով, ավելի գազམ་ագերբ, ծրագրված ու հետևողական կերպով հայտարարը կրնանք հետապնդել։ Առաջին եւ հիմնական ասենք մարտահրավերը մեր դիմաց այս է։ Երկրորդ, 100 տարիներ շարունակ հայ թադի մարմինները հսկա աշխատանք կատարեցին։ Հայոց ցեղասպանության ճանաչման գծով զոհողությամբ հսկա աշխատանք կատարվեցավ։ Բադիվ իրենց։ Այդ աշխատանքը պետք է շարունակվի։ Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմնակարն է, խարիսկն է մեր թադին իրավական հետապնդման։ Սակայն հոս ևս մեր աշխատանքը դարբեր շեշտավորումով, դարբեր մոդեցումներով
պետք է շարունակվի։ Երրորդը հայոց ցեղասպանության ճանաչման առընթեր մենք պետք է պատրաստ լինենք իրավական դաշտ մտնելու։ 100 տարիներ մենք խոսեցանք, քրեցինք, հրատարակեցինք հայոց ցեղասպանության ճանաչման գծով կարևոր իրաքորձումներ կատարվեցան, այս բոլորեն հետո ժամանակը հասած է, որ մենք հաստատական կերպով մուտք գործենք իրավական մարզ։ Մեծիդան ինգլիկյո գաթողիկոսության թադը Թուրքիո սահմանադրական թադարանի մոտ մեր հարավոր Սիսի գաթողիկոսարանին վերաթարցը բահանչող հայ թադը իրավական մարզ դանող առաջին եւ կորսնական քայլն է։ Պետք է շարունակենք մեր աշխատանքը այս ուղղությամբ։ Վերապար դեր, երբ որ որոշում գայացուցիկ Թուրքիո սահմանադրական թադարանի մոտ նման թադ բանալու, ինչ ռիսկեր նկատի ունեցաք, ինչ ուսումնասիրեցիք, Թուրքիո գեցվածքենը սկսելով միջազգային ընտանիքին հագաստեցության իմաստով, այս ձիրը, երբ որ այսքան լայն բացիկ, գարգինը լայն բացիկ եւ ուղղակի Թուրքիո սահմանադրական թադարանի մոտ նման թադ բացիկ 100-ամյակին մարիտով, ռիսկերը, թրական կողմերը եւ շղթական կողմերը ուսումնասիրելով, ինչ հիմերու վրա ուզեցիք տնել այս թադը։ Այս թադը սկացական, բարակայական, մագերեսային կամ քարոշչական նպատակներով բացված թադ չէ կամ առնված քայլ չէ։ 3 տարիներու վրա դարածված մտածումներու, խորհրդակցություններու, ուսումնասիրություններու մեկ աշխատանք է, մեկ արտահայտությունն է։ Առաջին հերթին, ինչպես գիտեք, շուրջ 3 տարիներ առաջ հոս Անտիլիասի մայրավանքներս մենք միջազգային համակարգումը կազմակերպեցինք հրավիրելով ցեղասպանության ու միջազգային օրենքի մասնակիցներ եւ օտարներ։ Եվ իրենց ես հարցը հստակ կերպով թրի։ 100 տարիներ հետո մենք կուզենք իրավական դաշտ մուտք գործել, որպես հայտած։ Ինչ կսե միջազգային օրենքը, ինչ են թրական ու բացասական երևույթները կամ գարելույությունները միջազգային օրենքի շրջակցություններս։ Որոշ գարելույություններ կան, սակայն ընդհանրապես միջազգային օրենքի դվյալները ինվաստ մեզի չեն։ Սակայն մենք այս կարևոր քայլը, վճռական քայլը պետք է առնեինք։ Ինչպեսի լավապես ուսումնասիրելով մեր թադը եւ այդ թադի գծով Թուրքիո մոդեցումը։ Նախասեմ, որ մեր թադը ըստ էության քաղաքական թադ է։ Այո։ Ըստ ծևի իրավական թադ է։ Հետևաբար քաղաքական միջուկ ունենալով միջազգային օրենքը այնքան ըսելիք չունի։ Միջազգային օրենքը թադին իրավական, իրավաբանական, թադական գործընթացներով առավելապար կսպարի։ Սակայն մեր թադը գախում ունի առավելապար աշխարհաքաղաքական պայմաններ են։ Մենք Սիսի մեջ, Սիսի լերան լանջին գտնվող գդոր մոհողը առնելու համար թադ չենք բացած։ Այս թադը իրավականեն անտին մեզի համար ազգային քաղաքական հիմք ունի եւ ասիկ Թուրքիան շատ լավ գիտե։ Ուրեմն հարցը բոլոր կողմերով մենք լավապես ուսումնասիրեցինք եւ այս թադը բացինք Թուրքիո
սահմանադրական թադարանի մոտ։ Հոն այդ շրջակցներս մենք նաև ուսումնասիրեցինք Թուրքիո թադական եւ թադավարական օրենքները։ Թուրքիան ինչ մոդեցում գրնա ունենալ այս տադիկացով քաղաքականը շատ հստակ է։ Մանավանդ այս բարակային իրավական եւ նաեւ ուսումնասիրեցինք Եվրոպայի մարդկային իրավանց թադարանի մոդեցումը այս հարցին կծով։ Հետևաբար ահավասիկ երկու ուղղությամբ թրքական եւ եվրոպական թադարաններու ուղղությամբ այս հարցը ուսումնասիրեցինք։ Հիմա թադը բացված է ինչպես գիտեք եւ այդ ուղղությամբ մենք նաեւ հսկա աշխատանք կատարեցինք միջազգային մամուլի ջամփով, մամուլու ասուլիսներ գազմագերբելով, հանդիպումներ, դեսակցություններ ունենալով հիմա մեր թադը գտնվի Թուրքիո սահմանադրական թադարանի սեղանի վրա եւ կսպասենք թե ինչ պիտի լա Թուրքիո մոդեցումը անոր լույսին դակ մենք համապատասխան մոդեցում պիտի ունենանք եւ այլ աշխատանքի պիտի դիմենք։ Շատ լավ։ Դուք իբրև Մեծիդան Անգլիգիո քաղաքալ Կաթողիկոս գտնվեցաք գետրոնը, ծեր շուրջ եղան սպյուրքը իր բոլոր հատվածներով, հոսանքներով, գուսակցություններով, գազագերբություններով, իսկ մյուս կողմը Հայաստանի պետությունը։ Երբ նման որոշում կայացուցիկ Թուրքիո սահմանադրական թադարանին մոտ նման պատասխանատվություն ենթադրող եւ բանջող թաթ մփանալու ինչ տեսակ հագաստեցություններ լսեցիք նախ սպյուրքեն երկրորդ Հայաստանի պետութենն այս թադը ինչպես Թուրքիո մոտ մեր բանջադիրության գծով թաթ բացված ովևէ թաթ ազգային թաթ է ազգին թաթն է մեր բոլորին թաթն է հատկապես Մեծիդան Անգլիգիո կաթողիկոսության այս թադը ոչ իմ թադս է ոչ էլ այս աթորին թադն է այլ ամբողջ ազգին թադն է եւ ես ուրախ եմ որ մեր ժողովուրդը Հայաստանի թե սպյուրքի մեջ մեծ ոգևորությամբ մարդունակությամբ հստակ կեցվածքով ողջունեց այս թադը եւ մենք այս ոգիով պետք է մոտենանք հայ թադին ես միշտ ասած եմ հայ թադին առնչված ովևէ մեկ աշխատանք ովևէ մեգուն կողմ է ովևէ գառույցին կողմ է ես կնկատեմ քնահատելի եւ մեր ամբողջ ազգին թադն է որովհետեւ մեր ազգն է այստեղ խնդրու արական ցեղասպանությունը կատարվեցավ մեր ազգին թեմ եւ այսօր մեր ազգն է բանջադերը ես կուզեմ այս բառը կարեւորությամբ շեշտել մենք բանջադեր ենք մենք իրավազուրկ ժողովուրդ ենք մեր իրավունքները բռնապարված են ցեղասպանին կողմէ իրավունք բանջել կնշանակե ըլլալ բանջադեր այս բառը գուզեմ որ ամեն դեղ հնչվի շեշտվի քրվի Հայաստանին սկսյալ ընդհանրապես մենք խոսենք իրավունքներու վերագանկման մասին ըստ իս սա շատ դգար մոդեցումն է քաջ մոդեցումն է մենք շեշտը պետք է տնենք բանջադիրության վրա հետևաբար մեր ազգը իր ամբողջությանը մեջ իր պետությամբ իր եկեղեցիներով իր կառույցներով բանջադեր է եւ աշխարհին դիմաց կանգնած ինչպես որ կատարեցինք մենք 100 տարիներ շարունակ դիտենք աշխարհին որ 100 տարիներ առաջ 1.5 միլիոն հայու արյուն թափած են մենք դարձած ենք հայրենազուրկ մեր թարավոր հողերեն դուրս նետված ենք մեր գալվածները
ասկաբատկան, եկեղեցաբատկան գալվածները բռնակրաված են։ Այս բոլորին դիմաց մենք պետք է այդ հավաքական գամքը, դոգունությունը, մարդոնակությունը ցույց պետք է տանք թե հարաբերաբար ցեղասպանին եւ թե ամբողջ աշխարհին դիմաց։ Վերապարտեր մյուս թեմաներն անցնել առաջ վերջին հարցումը ինչ կվերապերի հայկական ցեղասպանության 100-ամյակին։ Այս դիրին մեջ ինչպես կքննադատեք Վատիկանի քահանայաբերին գեցվածքը։ Նայեցեք Սրբազան քահանայաբեդը ինձի հետ առանցին խոսակցության ընթացքին ըսած է Վատիկանի բادرակեն առաջ ամիսներ առաջ որ 20-րդ դարուն 3 ցեղասպանություններ եղած են առաջինը ասած է հայոց ցեղասպանությունն է սակայն Վատիկանը գիտեք թե եկեղեցի է եւ թե պետություն միաժամանակ Վատիկանը քիչ զգուշավոր մոտեցավ այս հարցի գծով եւ այս ուղղությամբ մենք որոշ աշխատանք կատարեցինք զանազան գերբերով հիշեցնելով քննելով որ բաբը այս արիթով բادرակի ընթացքին հիշե այն ինչ որ առանցին խոսակցության ընթացքին հաջող ըսած է ինձի եւ ուրիշներուն եւ ահա վասիկ բաբը այդ քաչություն ունեցավ հիշելու եւ այդտեղ ինչպես գիտեք մենք մեր խոսքի մեջնալ այդտեղ հստակ կերպով ասինք եւ Թուրքիո վերապերումը քիչ անմարտկային փարփարոս մոդեցումը Թուրքիո արդեն հրաբարակվեցավ այդ արիթով թե Վատիկանի մեջ ուրեմն եղած բادرակը բաբին հիշադակումը ինչպես նաև Վաշինգտոնի մեջ եւ այլ դերեր այս բոլորը կովի փերելով գուզեմ ուրախությամբ հաստատել թե մեր թադի հետաբնտման աշխատանքներու ընթացքի մեջ կարևոր քայլ մի եղավ եւ պետք է ինչպես քիչ առաջ կսեի այս աշխատանքները շարունակվին թե հայոց ցեղասպանության ճանաչման գծով եւ թե օդարներու մոտ մեր ժողովրդի բանջարության նկատմամբ դերեկություններ տալով եւ անոնց մոտ մեր թադի նկատմամբ հասկացողություն զորակցություն արտնցնելով Այս դիրի մեջ հայ երդասարտութենեն ծեր բահանջը ինչ է հայ երդասարտության մասին խոսելով ես միշտ կսեմ եւ պիտի շարունակեմ ասել որ հայ երդասարտությունը աբակային չի պատկանիր այլ մեր ներկան է հայ երդասարտության նկատմամբ ես մեծ վստահություն ունիմ եւ մեծ սպասում ունիմ պետք է մեր երդասարտները մասնագից դառնան ոչ միայն հայ թադի հետաբնտման աշխատանքներուն այլ մեր կյանքին մեր գաղութներուն կյանքին ու գործունեության մեր ազգի կյանքի մայր էջին վրա մեր երդասարտները ներկայություն պետք է դառնան ոչ բարձ ներկայություն այլ կորձոն թերագադարի ներկայություն առաջնորդողի ներկայություն այս գիտակցությամբ երդասարտները պետք է մոդենան մեզի եւ մենք ղեկավարներս հոգեվորական թե աշխարհական քաղաքական թե գուսակցական պետք է լայն դեր տանք երդասարտներուն քաչալերենք երբեմն դժբախտաբար մեր կյանքեն ներս նույն անձերը գտեսնեմ նույն աթոռներուն վրա նստած մեր քաղաքներեն ներս եւ հաջող հարց կուտամ ուր են երդասարտները մենք երդասարտներ ունենք ամեն տեսակի երդասարտներ ունենք մասնակիցներ ունենք համալսարանականներ ունենք կյանքի փորձառություն ունեցող երդասարտներ ունենք
այդ երդասարտները պետք է ներկայություն տանան ինչպես էսի եւ դեր պետք է տան մեր կյանքեն ներս երդասարտներուն պայմանավոր մեր երդասարտներն ալ այդ նվիրումը այդ հանցնարությունը ցույց տան հետեւաբար երդասարտներու ներկայությունը մեր կյանքեն ներս ես կնկատեմ հրամայական իրենց նոր մոդեցումներով իրենց կյանքը դիտելու նոր հասկացողությամբ ներկա աշխարհը ճանչնալու իրենց կարողությամբ պետք է մեր կյանքին նոր գենսունակություն տան երդասարտները առանց երդասարտության մեր կյանքը թադաբարդված է գղզիացումի եւ լճացումի Անցնելով միջին արևելքի ընդհանուր գատության նկատի ունենալով որ Մեծիդան ընկերիու գատողությունը քրեթե կգտնվի նման գետրոնի մեջ ուրգան փախումներ, տակնապներ, վերիվայրումներ, քաղաքական ապահովական։ Ինչ կնկատեք միջին արևելքի մեջ գացությունը անցյալ դարվան է ի վեր կամ վերջին դարիներն ի վեր այսօր Թեբի լավը գնտանա, թե ոչ թեբի ավելի քեշը վատարացում գաբրի նկատի ունենալով որ հավատքի անունով սպանություններ կգադարվին, փորձ կգադարվի նաև քրիստոնեությունը չնչելու եւ հերացնելու այս միջին արևելքի բնորանեն ուր քրիստոնեությունը արմադացած է։ Եթե փանակ միջին արևելքի պատմությունը հին թարերեն սկսյալ հարց պիտի տակ թե միջին արևելքը երբ խաղաղ եղած է միջին արևելքի պատմության խաղաղ շրջանները եղած են շատ կարճատև որովհետև միջին արևելքը 3 գլխավոր գրոններու զրնթավայր եղած է մշակույթներու, քաղաքագործություններու, ազգերու, ցեղախումբերու օրրան եղած է միջին արևելքը եւ այդ բոլորը այս գդորմը հողին վրա ապրելով հաճախ ունեցած են ներքին հակաստեցություններ, փևերացումներ, փախումներ եւ այդ բոլորին մաս կազմած է մեր ժողովուրդը Գելիգիո թակավորությունը երևակայեցեք այս ցեղախումբերու, մշակույթներու, գրոններու մեջ մենք թակավորություն հաստատացենք եւ քոյադեված ենք նույնիսկ թակավորության անգումեն հետո սա հրաշք է եւ անվասիկ միջին արևելքը գշարունակեն նույն պատմությունը այսօր մենք տարբեր գացության մտիմաց ենք տարբեր մարդահրավերներու մտահոգություններու թիմաց ենք եւ այդ բոլորին թիմաց քրիստոնյա համայնքները որոշած են ինչպես դա մեր համայնքը այստեղ մնալ նեցեք ինչ կսեն հոգևոր բեդերը քրիստոնյա համայնքներուն հագարակ ահավոր դժվարություններուն իրեն կբանան գարչած միջին արևելքի քրիստոնեության ծննդավայրն է իրենց հայրենիքն է ճիշտ է մեր հայրենիքը չէ սակայն գիլիգա մեզ մեկ քիչ մանտին է Հայաստանը քիչ մանտին է հայրենամերձ քաղուտներ են այս քաղուտները մենք վճռած ենք բահել մենք ինչ որ անցյալին Լիբանանի մասին գսենք այսօր Սուրիայության մասին գսենք վստահ եմ Սուրիայության մասին է դարձել Անշուշտ Սուրիա հայությունը մեզի համար այսօր շատ կարևոր է ամեն իմաստով կարևոր է եւ Սուրիա հայությունը ուրախ եմ հայտնելու որ գարչած կմնա Սուրիական հայրենիքին Սուրիա մեզի համար շատ կարևոր է առաջին մենք երախտաբարդ ենք Սուրիացի ժողովրդին նկատմամբ ցեղասպան թուրքը մեզ սպանեց քանթեց Սուրիացի ժողովուրդը ապա լիբանանցի ժողովուրդը իսլամ թե քրիստոնյա մեզ ընդունեցին մենք միշտ երախտաբարդ եղած ենք եւ պիտի շարունակենք երախտաբարդ մնալ Սուրիո մեջ մեր քաղուտը գազմագերբվեցավ լայն կարելիություններ ունեցավ մենք լեզու մշակույթ հբրոց եկեղեցի ազգային նկարակիր ինքնություն ավանդություն բահեցինք Սուրիո մեջ Վեհապար անցյալին երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմները իր ամենեն ծանր վիճակին եւ դարիներում մեջ էին քաղաքնիկը չէ որ արդակախտը հոսքի եկավ եւ գողեն հարվածեց Լիբանանահայությունը նոսացուց շարքերը այսօր նույն երևույթը կտեսնենք նաեւ Սուրիահայության մոտ այս զգացության մեջ
ինչ կարելի է անել գխորիկ, որ արդակախտը, որ բնականորեն գուկա եւ մարդիկ վախնալով իրենց կյանքին, ինչքին, գալվածին եւ աբակային կքախտեն։ Ինչ կարելի է ասել եւ անել, որովհետեւ քեթ մնացածը պահպանվի։ Նայեցեք, ինչպես Լիբանանի բարակային, նաև Սուրիո բարակային, մեր տեսակետը, իմ տեսակետս շատ հստակ է։ Այս քաուտները մենք բահեցինք ու պիտի բահենք ի հեջուգս բոլոր տեսակի դժվարություններում։ Մեր կյանքին թիմած, եթե դժվարություն, մտահոգություն ունենանք, որպես անհատ, որպես ընտանիք, որպես կազմակերպություն կամ քաղուտ, պետք չէ գքինք, պետք չէ դգարանանք, պետք չէ թասալիկ դառնանք։ Այդ կացություններու թիմաց է որ մեր անհատականությունը, մեր հայությունը, մեր դոգունությունը, մեր նվիրումը մենք պետք է ցույց տանք ոչ թե լավ բնական օրերու մեջ։ Մանանք ղեկավարությունը։ Դուք շատ լավ գիտեք, Լիբանանի բարակային այն ղեկավարները, որոնք հեռացան, անոնց պատկանող գազམ་ագերբությունները հստակ կեցված ճշտացին։ Այսօր դժբախտաբար Սուրիո մեջ էլ բադայեցան նման երևույթներ։ Եվ ես ճիշտ չեմ նկատել։ Մենք Սուրիո մեջ հսկա հայություն ունենք։ Երբեմն սխալ դեղեցություններ կդրվին, կամ Սուրիայեն քաղտած մեր ժողովրդի զավակները դերևս իրենք արդարացնելու համար անճիշտ բաներ գսեն։ Սուրիո հայությունը մեծամասնությամբ հոն է։ Հալեբի մեջ է, Qamishliի մեջ է, Քեսավի մեջ է, Դամասկոսի մեջ է, Քյուրերու մեջ է, ճիշտ է։ Ոմանք հեռացան, ոմանք Լիբանան են, ոմանք Հայաստան են։ Սակայն մենք հեռացածներով պետք չէ այնքան մտահոգվենք։ Մենք հբարտ ենք եւ հբարտ պիտի մնանք մնացածներով։ Եվ Սուրիո հայությունը մենք պիտի վերագազմագերբենք։ Ինչպես կհետևիկ միջազգային մամուլեն։ Հունվարեն սկսյալ ամբողջ միջազգային համայնքը որոշում արած է, որ Սուրիան քաղաքական, թիվանակիտական, տնտեսական, զինվորական իմաստով նոր գործընթացի մեջ դներ։ Եվ ես վստահ եմ, որ այդ գործընթացը գամած կյանքի պիտի վերածվի, եւ մենք որպես քաղուտ նախ մասնագիծ պետք է դառնանք այս գործընթացին։ Հայտնեմ ցեզի, որ վերջին 2 ամիսներու ընթացքին Միացյալ Աշխարհի գազམ་ագերբության ներկայացուցիչին հետ տեսնվեցա Հունաստանի մեջ, Սուրիո մոտ, եւ այս հարցի մասին երկար խորհրդակցություն ունեցանք։ Զվիցերիո արտաքին գործնախարարին հետ տեսնվեցանք, դարձյալ Սուրիո հարցի մասին դերեկություններ փոխանակեցինք։ Հետևաբար մենք պետք է պատրաստ ըլլանք այս գործընթացին, որպես համայնք։ Այս երկիրները միջազգային համայնքը փոքրամասնություններու ծիրեններս քրիստոնյա համայնքներուն հատուկ կարևորություն կտան։ Դակավին 3 CNN-ի վրա այս մասին եւ բարձրացրույց կար։ Հայ համայնքը իշխեցավ։ 2 քրիստոնյա համայնքներ իշխեցան, մեկը հայ համայնքն էր։ Մենք ուրեմն պետք է պատրաստ ըլլանք առաջին մասնագիծ դառնալու Սուրիո վերագանքնումի աշխատանքներուն։ Քաղաքական թե տնտեսական մարզերեններս։ Նաև մենք պատրաստ պետք է ըլլանք մեր համայնքի վերագանքման, վերագազմագերբման, վերաաշխուժացման աշխատանքներում։ Հետևաբար Սուրիո հայությունը հոն է դակավին, Սուրիո մեջ է մեր ազգային իշխանությունը, մեր առաջնորդ սրբազանը։ Այս օրերուն հոս է, եկած է ինձ հետ խորհրդակցություն ունենալու։
Եվ ուրախությամբ ես կհաստատեմ, որ առաջնորդ Սրբազանը, ազգային իշխանություն, մեր քաղաքական, գուսակցական գազམ་ակերպությունները, մեր գրթական կառույցները բոլորն աշխատանքի լծված են։ Հետևաբար, այս բոլորեն հետո իմ սպասումս է, որ մեր ժողովրդի զավակները ամեն դեղ Հայաստանին սկսյալ հատուկ կարևորություն, առաջնահերթ կարևորություն ընձայեն Սուրյո հայության, օժանդակության, զորակցության աշխատանքին, փոխանակ անհարգի, անճիշտ քննադատություններ կատարելու, վերլուծումներ կատարելու, անոնց ժամանակը չէ։ Եթե մենք կուզենք իրավետ զորավիկ կանգնել Սուրիայության, մասնագից պետք է դառնանք, ինչպես օժանդակության, այնպես էլ հիմա Սուրյո մեր քաղուտի վերագազմագերման աշխատանքներում։ Դա վերապարդեր 1 հունվար 2016-ին այսօր Մեծիդան Անգելիկիո Սուրբ Պաթորին քաղաքալը ինչ պատկամ ունի նախ հայության ընդհանրապես, երկրորդ իր թեմագալ առաջնորդներուն, իր ժողովրդին, հավատացյալներուն։ Քանի գտնվենք Լիբանանի մեջ, սկսենք Լիբանանը։ Մասնավորեն ընդհանրականին երթալով։ Ես ուրախ եմ առաջին հերթին, որ Լիբանանի մեր քաղաքեն ներս ես կտեսնեմ նոր գենսունակություն։ Գառույցները կգործեն, աշխուժեն, ցերնակներ կգազմագերբվին, մեր քաղուտը գազմագերբ է, մեր քաղուտը կորձո մասնակցություն կբերե, որպես Լիբանանի 7 գլխավոր համայնքները մեկը Լիբանանի քաղաքական կյանքին, միջկրոնական, միջհամայնքային հարաբերությունները, աշխատանքները կշարունակվին։ Սակայն ես ավելին կսպասեմ մեր քաղաքին։ Մեր քաղաքը գազմող գառույցները պետք է դառնան ավելի կենսունակ։ Մենք եղածը բայելու մասին պետք չէ միայն մտածենք, այլ ավելին պետք է կատարենք։ Լավով պետք չէ բավարարվենք, լավեն լավակույնին պետք է ցկտենք։ Այսօր մեր գառույցները կրոնական, կուսակցական, մշակութային, գրթական գարիք ունին վերագազմագերման, վերաաշխուժացման, վերաաժմիականացման։ Քիչ առաջ կսեի, չէ, աշխարհը փոխված է։ Ամեն դեղ մենք հսկայական փոփոխություններ կտեսնենք։ Այսօր մենք դարբեր մշակույթի մեջ կապրենք։ Facebook-ի մշակույթ մը կա, որ աշխարհի մեծագույն հեղափոխությունները մեկն է։ Եվ այդ հեղափոխությունը իր տրական եւ բացասական երեսներով ես կտեսնեմ ամեն տեղ, նույնիսկ մեր ընտանիքներեն ներս։ Այս մշակույթին դիմաց մենք ինչ պետք է անենք։ Ինչ ցևով կգնանք մեր նոր սերունդները դաստիարակել։ Դպրոցը մեզ համար շատ կարևոր է եկեղեցվո կողքին։ Ինչ ցևով կգնանք մենք մեր եկեղեցին որպես հոգևոր եւ ազգային առաքելություն մեր ժողովրդի կյանքի մեջ դարձնել ավելի գենթանի, ծառայական ներկայություն։ Եվ այսպես մեր բոլոր գառույցները պետք է աշխուժանան։ Լիբանանը նկատված է սիրտը սպիրկի հայության։ Պետք է այսօր Լիբանանը այդ թերագադարության մեջ լա ավելիով։ Միայն չսենք, որ մենք սիրտ ենք սպիրկի հայության։ Ինչ ցևով գտնանք մեր թերագադարությունը ամեն իմաստով ավելիով արժևորելու։ Քիչ առաջ երիտասարդության մասին խոսեինք։ Վասիկոս եւս։ Մենք համալսարանական երիտասարդներ ունենք, համալսարանավարտ եւ համալսարանական։ Ես հարց կուտամ։ Ուր են անոնք։ Ուր են։ Պետք է մեր կյանքի մեջ լան։ Իրենց տեղը մեր կյանքն է։ Նայեք ուրիշ մտահոգիչ երևույթ մը։
Խարն ամուսնությունները սկսած են Լիբանանի մեջ բազմանալ։ Սա ինչ երևույթ է։ Անընդունելի երևույթ մնացիկա։ Ով որ գուզե թողլա։ Օդար ամուսնությունը մենք ցեղաբաց չենք։ Սակայն եթե գուզենք մեր ասկը, մեր քավուտները բայել առողջ մեր ինքնությամբ մենք ըսկուշ պետք է լանք օդար ամուսնությունները։ Եվ այսպես որոշ մտահոգություններ կան մեր կյանքին կապված։ Սպիրկ։ Այս երրորդության ձիրեններս մենք պետք է մեր աշխատանքը կազմակերպենք։ Հայաստանի հզորացումը գենթատրե սպիրկի հզորացումը եւ փոխադարձաբար։ Ճիշտ է, Հայաստանը գիզագետն է, սակայն չենք կրնար իրավունք չունենք սպիրկը դգարացնելու, որովհետեւ Հայաստանը հզորացնենք։ Եթե սպիրկը դգարացնենք, Հայաստանը պիտի դգարացնենք։ Հետևաբար, ինչ ցևով գրնանք թե Հայաստանը, թե սպիրկը այնպիսի ցևով կազմակերպել, որ իրապես մեր աշխատանքները մեզ դանին թեպի այս երկու հսկա գառույցներու հզորացումը։ Սա լոզունկով միայն չի կատարվիր, ջարախոսությամբ չի կատարվիր, համակումարներ կազմակերպելով հոսում չի կատարվիր, այլ այնպիսի աշխատանքի որակով, այնպիսի գործընթացքով, որով կարելի ըլլա Հայաստանը իր տնտեսական, իր հարաբերական, իր ներքին եւ արտաքին երեսներով, ինչպես թե մեր քաղաքները հզորացնել։ Սա հսկա աշխատանքն է, եւ ես կգարցեմ, որ 100-ամյակին հետո մեր
հավաքական աշխատանքի թիրախը պետք է լա այս մեր ազգային պահանջատիրություն Հայաստանի եւ Սփյուռքի եւ բնականաբար Ղարաբաղի հզորացումը այս դնելու համար մենք պետք է ավելի ամրապնդենք մեր ժողովրդի միասնականությունը այս դնելու համար մենք պետք է համահայկական մտածողություն եւ համահայկական աշխատելակերպ պետք է ցևավորենք մշակենք որովհետեւ եթե մենք Սփյուռքը ցկենք այնպես ինչպես որ է Հայաստանը ցկենք իր վիճակին մենք ոչ մեկ ցևով կգնանք իրակորձում կատարել հավաքական աշխատանքով մենք կգնանք մեծ իրակորձում կատարել ահավասիկ իմ պատկամս մեր ժողովրդի զավակներուն Շատ շնորհակալություն վեհապարդեր այս շատ շահեգան եւ փոխանցագալից հարցազրույցին համար։ Շնորհակալություն։